Արվել է մի բժիշկ, որը ըստ մամուլի հրապարակումների եւ եթե սխալ է խնդրում եմ ուղղեք, մեղադրվում է ապօրինի վարձատրություն ստանալու մեջ։ Ես հիմա կարդում եմ քրեական օրենսգրքի այդ հոդվածը, որի մեջ սանկցիան սկսվում է տուգանքից, այսինքն 10-նապատիկից 30-նապատիկի չափով։ Եվ էլի ըստ մամուլի բժիշկը վերցրել է 270,000 դրամ աղիք կարելու գործիքի համար, որը չի մտնում պետական պատվերի գումարի մեջ եւ իր հանցանքը ըստ էության կայանում է կամ ՀԴՄ չտպելու մեջ, որտեղ գումար ա վերցրել, կամ հիվանդանոցը ՀԴՄ չի տպե, կամ այդ գումարը պետքա պացիենտը պարզապես վճարեր այդ վաճառող կազմակերպությանը եւ բերեր տալ բժշկին, որ վիրահատության ժամանակ տեղադրվեր։ Հիմա բժիշկը դուք հայցել եք կալանք եւ բժիշկը կալանավորվել է 2 ամսով։ Ես հիմա չեմ ուզում դատարանի որոշումը բանանել դնել կասկածի տակ, ինձ հետաքրքիր է, ինչի եք դուք հայցել կալանք այս դեպքում, որտեվ միշտ կարելի է ասել, դե մենք հայցել ենք դատարանն էլ արժանահավատ է գտել եւ տվել է այդ կալանքը, բայց ինձ հետաքրքիր է, ինչի է քննիչը այս դեպքում, երբ որ պոտենցիալ դատարանը կարա դատապարտի այս մարդուն օրինակ 10-նապատիկ կալանքի, հայցե կալանք եւ այդ մարդը հիմա կալանքի տակ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան։ Ես ձեր կողմից նշված դեպքին չեմ ցանկանում խորությամբ անդրադառնալ, քանի որ այս բանի նախաքննությունը իրականացվում այդ դեպքով։ Ես միայն կարող եմ նշել, որ ունենք հանցանքի մասին հաղորդում ներկայացրած անձ, ով նշված հաղորդմամբ հայտնել է, որ բժշկի կողմից իրենից պահանջվել է ապօրինի վարձատրություն վիրահատության դիմաց։ Մնացած մասով քննություն է կատարվում այդ նախաքննության շրջանակներում, այդ թվում նաև ձեր կողմից նշված վարկածը պարտադիր քննության առարկա կդառնա եւ հանրությունը կիրազեկվի նաև նախաքննության արդյունքների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է խափանամիջոցին, ապա խափանամիջոց կիրառելիս նախաքննական մարմինը չի կարող առաջնորդվել միայն տվյալ հոդվածի սանկցիայով։ Խափանամիջոց կիրառելիս կամ միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը գնահատում է այդ բային տվյալ վարույթին խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։ Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ հնարավոր է խոչընդոտի քերեական վարույթին, այդ թվում օրինակ վկաների վրա ազդեցություն ունենալով, այդ թվում գործի նյութերը թաքցնելով կամ ոչնչացնելով, ապա նախաքննական մարմինը այդ կալանքի միջնորդությունն է ներկայացնելու դատարան։ Ձեր կողմից նշված դեպքով այդ միջնորդությունը ներկայացվել է հենց նաև խոչընդոտելու հավանականությունը հաշվի առնելով եւ դատարանը ամբողջությամբ բավարարել է այդ միջնորդությունը 1 ամիս ժամկետով կալանքը որպես խափանամիջոց է կիրառել, եթե չեմ սխալվում։ Շնորհակալություն։